Հիշում եք, որ ուրբաթորով Սաֆարյանին փակել ենք քիմիայի կաբինետում գնացել ենք տուն։ Պատենց բանը մոռանալ կլինի, հերիք չի փակել ենք, մի հատ էլ Նարեկը դրան հետևից երգում է։ Նարեկ, հիշացրամ։ Ուրբաթ շաբաթ կիրակի քեզ խելոք պահի թե չէ միշտ կմնաս սենյակում քիմիայի Ապրես աղբերս, այս սենդվիչն էլ իմ կողմից շաբաշ քեզ։ Մերսի, բայց այս սենդվիչի պաղպաղակա Նարեկ, պաղպաղակի անունն է սենդվիչ։ Հա Հիմա որ ես էլ Սաֆարյանի մասին երգեմ, ինձ էլ պաղպաղակ կտաս։ Հա, բայց դու արդեն ունես։ Էլ չունեմ։ Լավ երգի, եթե լավ երգեցիր կտամ։ Աչքիս վրա, հիշում եք, որ Սաֆարյանի դասից փախել էինք, ինքն էլ ամբողջ քաղաքով մեզ էր մանգալի, բայց չգիտեր, որ քաղաքից դուրս են գնացել։ Հա, ոնց չենք հիշում։ Երգ է տորվա մասին։ Դասարանի դուռը բաց եմ արել, նայում եմ չկաք, դասից 20 րոպե անցել ա, վախենամ չգաք, ամեն տեղ նայել եմ, ձեզ չեմ գտել, ասել եմ, քաղաքից դուրս էի գնացել, նոր եմ հասկացել։ Իդեպ է ժամը են Սաֆարյանն է, երեխեք։ Մի րոպե, Սաֆարյանի դասի վերջին ժամին չէր։ Հայոց լեզվի դասատուն չի եկե, դրա համար դասաժամերը տեղափոխել են։ Լավ չի էլի, հիմա գնալու ենք, տեսնի, որ ուշացել ենք, գորգորա երկուսը նշանակի։ Հա, բայց մենք բան չենք արել, խի պիտի երկուս դնի։ Սաֆարյանի նոր ես ճանաչում, մի բան կգտնի էլի։ Լավ, եկեք գնանք, քանի դասից չենք ուշացել, թե չէ սպաղպաղակները չենք մարսի։ Կեր Սաֆարյան, կներեք ուշացման համար, ուղղակի զանգի ձայնը չենք լսե։ Ոչինչ երեխեք ջան, անցեք նստեք։ Կեր Սաֆարյան, ինչ-որ բան ա եղել։ Հա էլի, դուք հիմա պետքա գորգորայեք, երկուսը նշանակեիք ուշանալու համար, ինչ ա պատահել։ Երեխեք ջան, ես ձեզ շատ վատ լուր ունեմ հայտնելու։ Դուք գիտեք, որ ես 5 տարի աշխատում եմ այս դպրոցում։ Ես ջանք ու եռանց չեմ խնայել, որպեսզի անեմ լավագույնը բոլորի համար, որ ամեն ինչ լինի շատ լավ։ Բայց դա չի գնահատվում։ 3-9 բի աշակերտները իմ դասի ժամանակ իրենց շատ վատ են պահել և միմյանց վնասել են։ Այսօր դպրոցի տնօրենը ինձ կանչում է իր սենյակ և ասում է, որ ես ազատված եմ աշխատանքից։ Ու ես այլևս ձեզ չեմ դասավանդելու։ Ոնց, փաստորեն դուք էլ մեզ դաս չեք տալու։ Երեխեք ջան, ես էլ ոչ մեկին դաս չեմ տալու։ Չեմ հասկանում, ոչինչ չունեք ինձ ասելու։ Ասա Արսեն ջան։ Կեր Սաֆարյան, վատ լուրի երբ եք ասելու։ Ինչ եք կարծում, կստացվի նորոգել, թե պետքա նորը գնեմ։ Իհարկե կստացվի։ Ես համարյա վերջացնում եմ այնպես, որ կարիք չի լինի նորը գնել։ Ուղղակի ես վերջերս այս դիմացի հատվածը երևի ջուր էր լցվելու, ես չէի հասկանում, լավ չէի լսում իրականորեն։ Չհասկացա։ Էսովա։ Ես գնում եմ քնելու, իմ դիվանը ուրիշն է քշում։ Հանգստացի, վաղո, Օսելի աշխատակիցն եկել է հեռախոսս նորոգի։ Դուք տես ծառայություններ էլ ունեք։ Այո, իհարկե ունենք։ Այդ ես տես մեռել եմ, հա, որ պիտի Օսելի աշխատակիցը քո հեռախոսը նորոգի։ Երիքա քեզ ցույց տաց։ Էս մի շաբաթ խոհանոցի լամպը փչացել է։ Փոխել ես, որ մի հատ էլ հեռախոսս ես նորոգում։ Չեմ փոխել, որովհետև բոյս չի ասում։ Պատալոկի բոյը 270, ես 1.65 եմ։ Վերջ ձեր հեռախոսը պատրաստ է։ Բայց շատ շնորհակալ եմ։ Եկեք ես ես ճանապարհեմ։ Ես կճանապարհեմ։ Ճանապարհի։ Կճանապարհեմ։
Հաջողություն։ Հարգելիս մեզ դուք ծառայության համար պիտի վճարեք։ Հա, տես մոմենտ կա։ Սաթիկ, արի ճանապարհի։ Շնորհակալություն։ Իմ ոնց որ մենակ դոլար է, էլի։ Հասկանալի է, տեսցո ձեզ։ Երախոս սարքողա կանչում։ Դե հերիքա էլի վաղո, ամբողջ օրը տանը նստած ես, գնա գոնե մի հատ գործ մանարի քեզ։ Կարաս ասես, ինչի պետք է մենակ ես պահեմ ես ընտանիքը։ Կամ են երեխեն, ինչ օրինակ պետք է քեզանից վերցնի։ Կամ ձիվանին պարկած ես, կամ սենյակում քնած ես։ Օրը ճաշ ա դառնում, դու նոր ես քնից արթնանում։ Օրը ճաշ ա դառնում բերուտ ենք։ Կստաճի ինչ կա ուտելու, այդ ինչա ծիրանա։ Ոչ մի բան էլ չկա։ Կամեցով մարդիկ կա։ Ման, պապ, բարև, ո՞նց եք։ Լավ, տղես, դու ոնց ես, սոված ես, ազդնեմ ուտես։ Սոված ա, բա ինչ հալը դեմքին նայ։ Հաց դիր, մատ տղուս հետ հաց ուտենք։ Չէ, մամ ջան, սովաս չեմ։ Լավ, բոլես, դե որ սովածանաս կասես հասնեմ ուտես։ Ես ընջասենյակում եմ։ Պապ, կարամ քեզ մի հատ հարց տամ։ Դուր։ Պապ, տրամաբանությունը ինչ է։ Ասենք էդի քեզ ոնց ասեմ, 1000 դրամանոց ունես։ Հա, պապ ջան, Հələ դու։ վերցրու։ Իսկ աղա 5000 դրամանոցեր ունենաս։ Չէ, պապ, մենակ ես 1000 դրամներ։ Okay, լավ։ Ուրեմն պատկերացրու, որ այս 1000 դրամը ես տալիս եմ քեզ։ Բայց եթե դու այս 1000 դրամը քեզ վերցնում, ես քեզ տալիս եմ 5000 դրամ։ Դու ուրեմն չա վերցնի։ Ապրես։ Հիմա պատկերացրու, որ ես քեզ 5000 դրամ եմ տալիս։ Բայց եթե դու չվերցնես, ես քեզ 20000 դրամ կտամ։ Ձից, դու ուրեմն 5000 դրամն էլ չեմ վերցնի։ Ապրես։ Հիմա պատկերացրու, որ ես քեզ 20000 դրամ եմ տալիս։ Բայց եթե դու այդ 20000-ը չվերցնես, ես քեզ 50000 դրամ կտամ։ Ձից, դե որ տենց, հա, այդ 20000-ն էլ չեմ վերցնի։ Ապրես։ Հիմա պատկերացրու, որ ես քեզ 50000 դրամ եմ տալիս։ Բայց եթե դու այդ 50000-ը չվերցնես, ես քեզ Ստոպ, պապ։ Ես 50000-ը վերցնում եմ, այդ իզլրիվ հերիքա։ այդտես որ դու տրամաբանություն չունես։ Ինչի, պապ։ Որովհետև եթե տրամաբանություն ունենայր, այն 1000 դրամը հետ կվերցնեի։ Դեմքից տեյդու 50000 դրամ։ Երազում ես դառնալ դերասան, ուրեմն քո ընտրությունը մեկն է։ Trio Studio-ն, որը հիմնադրվել է 2012 թվականին Գրիգոր Դանիելյանի եւ Ռիփսիմե Ելինյանի կողմից, արդեն երկար տարիներ կրթում եւ պատրաստում է պրոֆեսիոնալ դերասանների։ Մեր մեծ ընտանիքի կազմում են հազարավոր սաներ, ովքեր ոչ միայն ստացել են որակյալ կրթություն, այլև մասնակցել են տասնյակ մեծ համերգների, ելույթ են ունեցել Հայաստանի ամենամեծ բեմերում, սիրված եւ ճանաչված դերասանների եւ երգիչ-երգչուհիների կողքին։ Դու ես այդ ցողոլ։ Ես կծորն եմ։ Նկարահանվել են մեր ստուդիայի ստեղծած հեռուստանախագծերում, ինչպիսիք են Popcorn հումորային սկեթչ շոու, Emoji մանկապատանեկան սկեթչ շոու, 8-ից 1-ը Blue Microphone, Mashup by Trio Studio, երաժշտական նախագծերում։ Դեպի ճամբար սիթքոմում, որն ունեցել է 4 եթերաշրջան եւ ցուցադրվել Արմենիա հեռուստատեսությամբ։ Դեպի ճամբար հատուկ ջոկատ գեղարվեստական ֆիլմում, որն ունեցել է 100 հազարավոր հանդիսականներ։ Մեր սաները փայլել են նաև ամենահիթային հեռուստանախագծերում, ինչպիսիք են Full House, Surprise, Fake Mama, Fake Papa, ինչպես նաև մասնակցել են մի շարք այլ հեռուստանախագծերում եւ ֆիլմերում։ Մեր սաները փայլել են նաև հումորի լիգայում, ուրախների հնարամիտների ակումբում, որտեղ գրանցել են հաղթանակներ։ Եթե ուզում ես դառնալ մեր մեծ ընտանիքի անդամ, սովորել, ելույթ ունենալ եւ նկարահանվել հեռուստանախագծերում, զանգահարիր 093 834 835
կամ այցելիր Պարույր Սևակ 47։ Ես զարմանում եմ ձեր անտարբերությունից։ Վերջին զանգին ընդամենը 15 օր է մնացել եւ ձեզանից ոչ մեկ ոչ մի առաջարկ չունի։ Ինչ է կարծում եք վերջին զանգի սցենարի երկնքից պետք է ընկնի, թե տատիկս պետք է գրի։ Ուշքի եկեք։ Ես հենց հիմա առաջարկներ եմ ուզում լսել։ Փաստորեն ոչ մի առաջարկ էլ չկա։ Ուրեմն այսպես, ձեզ 1 օր ժամանակ եմ տալիս, որպիսի վաղը գաք նոր առաջարկներով։ Հակառակ դեպքում ձեր վերջին զանգին ոչ թե ուրախության արցունքներ կհոսեն, այլ սքի եւ ամոթի։ Բայց ես առաջարկ ունեմ։ Տիգրան, մի հատ քեզ հավաք պահի։ Կարող է գիտես դասարանը քեզ համար արքայական ամրոցա, դու էլ Տիգրան մեծն ես։ Ուղիղ նստիր, գահին չես բազմել։ Կներեք ընկեր Սիմոնյան։ Ընկեր Սիմոնյան, ես ոտ ձեր համար 10 դրամանոց կոպեկ չեմ, որ ինձ բան տեղ չեք դնում։ Ասում եմ վերջին զանգի հետ կապված առաջարկ ունեմ։ Հələ մի հատ ձայներդ կտրեք, ես ինչ աղմուկ ա իմ խոսելու ընթացքում։ Բայց մենակ ես եմ խոսում։ Ձայներդ ասացի։ Սահակյան Մարի, պատրաստ ես դասին։ Չէ, դու պատկերացնում ես ես ինչ վերաբերմունքի արժանացա իմ դասղեկի կողմից։ Ախր չէ որ միակն էի դասարանում, ով առաջարկ ուներ։ Ուղիղ 1 շաբաթ նստել ու սցենար եմ մտածել։ Կարող ա պատմեմ լսես։ Ապեր զանգ ա գալիս, պատասխանեմ էլի։ Հա, տղեկ, արժի սաղս նույն գույների մեջ լինենք։ Օրինակ սև ու սպիտակի կամ ավելի շատ մոխրագույնի մեջ։ Վերջին զանգի Հակոսի ընտրությունն եք անում։ Ես ինձ թույլ կտամ խառնվել այս խոսակցությանը։ Ես առաջարկում եմ, որ Հակոսն ունենա որևէ խորհուրդ։ Օրինակ, կարելի է հագնվել դրախտի մոտիվներով։ Տղեկ կներեք ինձ զանգ ա գալի, հա, ես խոսամ կմյանն։ Ալո։ Հա, ինչ էի ասում։ Ես որոշել եմ, որ մենք տղաներով պետք է հագնենք տերևներ։ Այդպիսով բարձրաձայնելով Ադամի համեստ լինելու պատգամը։ Վայ, կներեք, տղեկ, ինձ էլ ա զանգալի։ Հեսա խոսամ կամ, հա։ Կամ կարելի է հագնել շինարարական համազգեստ։ Դրանով խորհրդանշելով մեր ազգի շինարարական ոգին եւ կամքը։ Վայ, Արամ ջան կնայես, ինձ մայրին ու Տիգրանին հեռախոսով զանգի կա։ Մենք հեսա կգանք։ Ալո, հա։ Էլի ինձ ոչ մեկ չլսեց։ Անի ջան, կարելի է նստել կողքիդ։ Հա, նստի։ Իսկ կարելի է քեզ հետ կիսվել։ Ինչով։ Դե նկատի ունեմ խոսել քեզ հետ, պատմել իմ անձնական խնդրի մասին ու մի քիչ թեթևանալ։ Հա, իհարկե։ Օրինակ դու ինչ կանեիր, երբ բոլորը քեզ անտես էին, չլսեին քո կարծիքը։ Հա, մամ։ Չես զբաղված չեմ ասա։ Հա, գալիս եմ արդեն։ Ախր ինչի։ Ինչու։ Պատասխանի։ Դու այդքան վատն ես, որ բոլորը քեզ անտեսում են։ Ինչու ես դու դպրոցի անճորնի ճուտիկը։ Ինչու բոլորը քեզ վրա թքած ունեն։ Դասարանցիներդ, ուսուցիչներդ։ Ինչու։ Պատասխանի հիմար տղա։ Ինչու ես դու այդքան անտեսված։ Ապեր կներես, բայց զանգ ա գալի։ Ալո, հանար։ Անգամ հայելին է ինձ անտեսում։ Ինչի անգար, ինչի ջև ես այդքան Ինչ Instagram-ից պրոֆիլը բացել եմ, այս մեր բակի սակոն իրա պարտքն է համարում, ամեն օր մտնի, նկարներս մեծացնի ու լայքի։ Բայց ինչ վատ բան կա դրա մեջ։ Օրինակ ես շատ կուզեի, որ ինչ-որ մեկն էլ իմ Instagram-ով հետաքրքրված լիներ։ Ոյ Անժել, հավատա դրա մեջ ոչ մի լավ բան էլ չկա։ Չես պատկերացնի ամեն օր ինչ հիմար նամակներ եմ ստանում։ Բարև դեզ, գեգեց կուհի, մեկ հարց կարելի է, իսկ դուք կարող այսօր կենտրոնում եղել եք։ Այս վերջերս էլ մեկը գրել էր տուն գալուց հետդ մատնաքաշ կբերես։ Լուրջ, բա ինչ արեցիր, պատասխանել ես։ Դե սկզբում մտածեցի մաման է գրել, հետո հասկացա, որ դժվար մամայի անունը Instagram-ում красав չիկ-տակի գծիկ 777 լիներ։ Էլի չամուր սակոն էր, իր էջը բլոկել էի fake էջով էր գրել։ Բայց եթե դες կապած գրում է, ուրեմն նպատակները լուրջ են։ Իսկ ես իր հետ կապված ոչ մի լուրջ նպատակ չունեմ, Անժել։ Դե եթե չունես, մի պատասխանի։ Ախր մենակ գրելով չի է, ամեն անգամ երբ որ բակ եմ իջնում, հետևիցս դուրս է գալիս ու հետապնդում է ինձ։ Ոնց որ մանյակ լինի։ Հասկացա։
Ծանր դեպք է, բա ինչ պետք է անես։ Ես արդեն մտածել եմ։ Այսօր այդ չամուրին կանչել եմ այգի, որ նայեմ աչքերի մեջ ու բացատրեմ, որ իմ սրտի դարպասները փակ են իր համար։ Բա որ չհասկանա։ Եթե չհասկանա, ես կանցնեմ իմ պլանի երկրորդ մասին։ Սակ, բայց մի տեսակ հավատես չի գալի, որ Սիլվին քեզ հանդիպման է կանչել։ Բա Կարո ջան, կյանքը տենց բան է։ Չոգելա որ ես եմ իր սրտի միակ ասպետը ու այսօր կանչելա որ սեր խոստովանի։ Հենեն։ Սիլվի ջան, բարև։ Սարչուկը քեզ։ Ոնց ես։ Բարև այդ չամուր։ Լավ եմ։ Հերիք չի ինձ ֆեյք էջով գրես։ Լավ եմ անում գրում եմ։ Եթե չես ուզում մի պատասխանի, ես ինձ ձևա։ Համ կանչում ես տեղ, համ գալիս եմ, համ էլ չորում ես։ Լավ եմ անում չորում եմ, այդ չորկող։ Ես քեզ կանչել եմ ստեղ, որ ուղիղ տեքստով քեզ ուղարկեմ գրողի ծոցը։ Ես ցանկություն չունեմ ոչ մի գրողի ծոցը մտնեմ, բայց մի հատ լավ առաջարկ ունեմ։ Կինո գնանք 4-ով։ Լսի տղա ջան, դու լավ չես հասկանում։ Սիլվին պարզ տեքստով ասեց, որ հեռու մնաս իրանից։ Անժելա, կխնդրեմ, որ իմ ու կնգաս ներքին խոհանոցին չխառնվես։ Հետո եթե ինչ-որ մեկին ուզում եմ, հասնում եմ Սիլվի։ Դու աչքիս ուզում ես ես իմ մեծ աղբորը կանչեմ գաստեղ գլուխը ջարդի, հա։ Մեզ վախեցնում ես, հա Սաքոին։ Ես իմ ասածներին տեր ու տիրակալ եմ։ Եղավ Սաքո տղա, դե որ ասածների տեր ես, ուրեմն ուղիղ մի ժամից կլինես ստեղ աղբորս հետ խոսալու, հասկացար։ Նենց վախացրիր էլի, ստենք։ Լսի, բայց դու մեծ աղբեր չունես, ում պետքա բերես սրանց հետ խոսա։ Հանգիստ տեղի, ամեն ինչ նախորոք մտածած է։ Հեսա կգնամ եմ մեր դասարանի գեշ գագոին կխնդրեմ, կգա սրանց գլուխները կջարդի։ Հաստատ ինձ չի մերժի, վերջում լավության տակից դուրս կգամ։ Հա, իրանք որ գագոին տենան, ինքնակամ կգնան գրողի ծոցը։ Գագ ջան, եթե դու կարողանաս նեցանել, որ այդ Սաքոն ինձնից հեռու մնա, քո լավության տակից դուրս կգամ։ Ինչ ուզես կանեմ քո համար։ Սիլվի ջան, իմ համար անհնարին բան չկա։ Իմացեք Սաքոն քեզ էլ չի անհանգստացնի։ Ոյ օպրես շատ Գագ ջան։ Բարի օր ախպեր։ Բարև ապեր։ Գագոյ անունս գեշ են ասում։ Լսել եմ քո մասին, ախպերես։ Ես էլ եմ լսել։ Սիլվի ջան, ի՞նչ ես ասում, որ քո ախպերը այդ բանը գեշ գագոն է։ Ուրեմն սենց ապեր։ Սիլվին էլ ոչ մեկ չի մոտենում։ Թե չէ գեշ գագոն, գեշ ձևի կգշվի։ Կարոհի մասենք չի հավատա։ Մենք հենց դրա համար էլ եկել ենք, գեշ Գագ ջան։ Մենք Սիլվին էլ չենք անհանգստացնի։ Ախպերս, давайте այն շռամ։ Կարողանի։ Վայ ապրես շատ Գագ ջան։ Դե ասա, ինչ ես ուզում որ քո համար անեմ։ Սիլվի ջան, ճիշտն ասած շատ շուտվանից մի հատ ցանկություն ունեմ։ Ուզում եմ իրար հետ ընկերություն անենք։ Ի։ Ինչը ի։ Դու չասիր ինչ ուզեմ կանեմ։ Հետս ընկերություն արած չկգժվեմ։ Սաքո սպասի իրար հետ կինո ենք գնում։ Թե ամեն բան քեզ թվում է կախարդանք Չես հավատում քո աչքերին դա կոչվում է զարմանք Եթե քո սիրտը բաբախում է շատ արագ Դա վախն է դու պիտի հաղթահարես նրան արագ Եթե ուրախ ես երջանիկ ես ու անհոգ Դու մի զսպիր էմոցիաները ծիծաղի լիաթոք Եթե աչքերդ արցունքոտ են, բայց ցավ չկա Ուրեմն դու հուստել ես նեղվելու կարիք չկա Էմոջի, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի Երգը որ տակ պիտի պարենք Էմոջի, էմոջի Մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի Երգը որ տակ պիտի պարենք Էմոջի Քո
աչքը ուրիշ ունեցած կինը դու նախանձես Չգիտես քո կինը մոռացիր են ինը չէ որ առաջինը ու կարևորը Որ ուրախ անցկացնես քո ամեն օրը Ու ինչքան էլ կողքից խանգարեն Ու ինչքան էլ քո վատ ուզեն Չընկճվես չտխրես չներվես պետք է դու գիտակցես Որ մնաս նույն բարին չես հանդիպի չարին Դու լավ կանես լինես բարի ու կամեցող Որ քո մասին մարդիկ խոսեն միշտ հրճվանքով Դու միշտ հիշիր որ գլխավոր զգացմունքը սերն է Էմոցիաներդ մի զսպիր արտահայտվիր Էմոջի մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի երկը որ տակ պիտի պարենք Էմոջի էմոջի Emoji, 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 emoji. Emoji, mi amachir, kostas munknero janachir, mi harachir, u kon generin ganchir, u tokhanchir, yerka voidak piti pareng. Emoji, 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 mi amachir, kostas munknero janachir, mi harachir, u kon generin ganchir, u tokhanchir, yerka voidak piti pareng. Emoji.